Այս պահին երևի իմ համար առաջնահերթը տան հարցն է, տան գնման։ Ամենաբարդը, այո, բնակարան ջրբերելու խնդիրն է։ Դուբայի գներին համապատասխան են մեր Հայաստանի տան գները։ Այս պահին մտածում ենք ավելի ձեռք տա հավաքենք տան գումարը, քան հիփոթեք վերցնենք։ Տոկոսները այնքան բարձր են։ Այո, շատ բարձր են։ Բնակարանը ճոխություն չէ, տունը մարդու արժանապատիվ կյանքի հիմքն է։ Այսօր Հայաստանում շատերը փակուղու առաջ են կանգնած։ Ով չի աշխատում, չի կարողանում տուն գնել, ով աշխատում է, նույնպես չի կարողանում։ Երիտասարդ ընտանիքը տարիներով վարձով է ապրում, նոր ամուսնացած զույգը չի համարձակվում երեխա ունենալ, հայրենադարձը գալիս է Հայաստան ու հասկանում, հայրենիքում տուն ունենալը գրեթե անհասանելի, անիրագործելի երազանք է։ Սա նորմալ չէ։ Պետությունը չի կարող քաղաքացուն մենակ թողնել բանկի անտանելի տոկոսների դեմ հանդիման։ Բանկը միայն տոկոս է հաշվում, իսկ պետությունը պարտավոր է հաշվել մարդու կյանքը, ընտանիքի ապագան ու արժանապատիվ ապրելու իրավունքը։ Եթե մարդն աշխատում է, հարկ է վճարում, ընտանիք է պահում, ուրեմն պետությունը պարտավոր է նրա կողքին կանգնել։ Մենք առաջարկում ենք մատչելի հիպոթեկ երիտասարդ ընտանիքներին, կանխավճարի աջակցություն նոր ամուսնացածներին, հատուկ ծրագիր միայնակ մայրերի համար, բնակարանային հիմնադրամ հայրենադարձների համար եւ արժանապատիվ լուծումներ տարեցների համար, ովքեր ուզում են համեստ բնակարան ունենալ, որովհետեւ տուն ունեցող մարդը արմատ է գցում, տուն ունեցող ընտանիքը երեխա է ունենում, տուն ունեցող հայրենադարձը մնում է հայրենիքում, Հայաստանում։ Տուն ունեցող քաղաքացին հավատում է իր պետությանը վերջապես։ Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ աշխատող մարդը կարող է անարգել, հեշտությամբ տուն եւ բնակարան ունենալ։ Հանուն արժանապատիվ կյանքի, հանուն տան, ընտանիքի ու հայրենիքի, ընտրիր հանուն հանրապետության։ Համար 18